Իհարկե կուզենամ ուրախությամբ արձանագրել, որ ստացած դիմում բողոքների մեծ մասը լուծում է ստանում մեր միջամտությամբ, բայց ես չեմ կարծում, որ անհատական մոտեցումները պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից նորմալ են իրավական ու ժողովրդավարական պետության համատեքստում, հետևաբար շատ կարևոր եմ համարում այս ոլորտում համակարգային բարեփոխումները, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինչպես նշեցի, կալանքի տակ գտնվող անձինք են մեծ թվով այդ թվում բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարցեր բարձրաձայնում, եւ սա էլ նաև ցույց է տալիս այդ թվում կալանքի կիրառման պրակտիկայի խնդրահարույց լինելու հետ կապված բոլոր հնարավոր հետևանքները եւ դրա հետ փոխկապված բոլոր հնարավոր հարցերը։ Զինված ուժերում բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված խնդիրների մասին եւս խոսեցի, իհարկե կուզենամ արձանագրել, որ մենք իրապես հիմնականում մեծ թվով դիմում բողոքներ ստանում ենք փորձաքննությունների ժամանակահատվածում փորձաքննությունների արդյունքների հետ կապված եւ ելի ուրախությամբ կուզենամ նշել, որ գրեթե բոլոր դիմում բողոքների պարագայում մեր միջամտությամբ կարծես պետական մարմնի եւ քաղաքացու կամ նրա հարազատների միջև վեճը լուծում է ստացել, այն դեպքերում, երբ լուծում չի ստացել ըստ էության հիմնականում դրանք դեպքերն են, որոնք վերաբերում են անձին արդեն զինվորական ծառայության ներգրավելուն եւ կամ հակառակը զինվորական ծառայության չներգրավվելու պատճառաբանությամբ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ այս իրավիճակները ըստ էության իհարկե դատարանի կողմից գնահատման հանգամանքներ են, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ թեև այս համակարգում իրապես բարեփոխումները ակնհայտ են եղել նաեւ մեզ համար, այդ թվում ստացված դիմում բողոքների վերլուծության արդյունքում, բայց շարունակաբար պետք է կատարելագործել այդ թվում այս ոլորտում այս համակարգին վերաբերելի բոլոր կառուցակարգերը։ Նշեմ, որ զինված ուժերում հիմնական մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մեկը, որը անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է եւ ես սրա մասին անընդհատ եմ խոսում, զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանությունն է եւ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի արգելքի սկզբունքի պահպանումն է, անշեղ պահպանումն է, որովհետեւ ցավոք պետք է նշեմ, որ մենք շարունակում ենք դեռևս ոչ մարտական խաղաղ պայմաններում ունենալ զինված ուժերում մահվան դեպքեր, որոնք ունեն, ես վստահ եմ, խորքային պատճառներ եւ այդ խորքային պատճառները միանշանակ պետք է շատ լուրջ ոչ թե պարզապես վերլուծության ենթարկվեն, այլ նաեւ հայեցակարգային լուծումներ պետք է տրվեն այս խնդիրներից խուսափելու համար, այդ թվում պատասխանատու անձանց պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելու արդյունքում։ Ուզում եմ հատուկ արձանագրել նաև խոշտանգումներից եւ վատ վերաբերմունքի այլ ձևերից զերծ մնալու իրավունքի երաշխավորման հետ կապված խնդիրները, որի հետ կապված երևի ամենախնդրահարույց ասպեկտը, որը թե ես եմ արձանագրում, թե դրա մասին անընդհատ խոսում եմ, այս գործերով քննությունն է գործերի եւ միջազգային չափանիշների պահպանումը, որովհետեւ սրանք գործեր են, որոնց հետ կապված տեղեկատվություն բնականաբար մեզանից որևէ մեկը բացի քննությունից, բացի պատշաճ քննությունից չի կարող պատշաճ մակարդակով ստանալ, եւ ըստ էության սրանք գործեր են, որոնք ի տարբերություն այլ գործերի քննության ունեն բազմաթիվ առանձնահատկություններ։ Մասնավորապես դրանց քննության արագությունը, որը ամենակարևոր չափանիշներից մեկն է, որի հետ կապված մենք պարբերաբար խնդիրներ ենք արձանագրում, կամ այս գործերի քննության հետ կապված իրենց ipso facto բնույթը, այսինքն անձի կողմից ողջամիտ կասկած հարուցող մտահոգության ներկայացման պարագայում այս գործերի քննությունը, որի առնչությամբ դարձյալ պարբերաբար արձանագրվել են տարատեսակ խնդիրներ, ինչը միանշանակ ունի լուծման անհրաժեշտություն, որովհետև հակառակ պարագայում մենք ընդհանրապես չենք կարողանալու երաշխավորել այս իրավունքի պատշաճ իրացումը։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ նաև մենք անընդհատ անդրադարձ ենք կատարում այլ հանգամանքներին, որոնք վերաբերելի են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը, բնականաբար դարձյալ անհնար է մի ելույթի շրջանակներում դրանց ամբողջությամբ անդրադարձ կատարել։ Պարզապես կուզենամ հատուկ արձանագրել նաև, որպես առաջընթաց որոշակի առումով, այս շատ երկար տասնամյակների ընթացքում քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ որոշակի քայլերի կատարումը, որովհետև դրանք տասնամյակներ շարունակ շատ դեպքերում շատ անմխիթար վիճակում են գտնվել։ Հիմա գործ ունենք օրինակ, մի քանի քրեակատարողական հիմնարկներում վերանորոգման աշխատանքների կատարման հետ, բայց դարձյալ պիտի արձանագրեմ, որ սա չի կարող կրել հատվածական բնույթ, սա պիտի լինի համակարգային եւ ամբողջական մոտեցում եւ պիտի կարողանանք լուծել ոլորտում առկա այդ թվում այս հարցին վերաբերելի բոլոր խնդիրները։ Ուզում եմ
եմ հատուկ անդրադառնալ ազատությունից զրկման վայրերում ինքնավնասումների եւ ինքնասպանությունների հետ կապված խնդրին, որը կարծում եմ ամենամտահոգիչներից է, այդ թվում այս պահին վիճակագրությունը հաշվի առնելով։ Սա կարծում եմ շատ լուրջ եւ շատ համակարգային խնդիր է եւ խնդիրը վերաբերելի է ինչպես այս ոլորտում արկա կանխարգելման մեխանիզմների ոչ պատշաճ կամ ամբողջական գործադրմանը իմ խորին համոզմամբ, բայց դրա հետ մեկտեղ նոր կառուցակարգերի անհրաժեշտությանը կամ ավելի շատ դրանց պատշաճ գործարկմանը, ինչը հնարավորություն կտա խուսափել նշված դեպքերից, որովհետեւ այո, շատ հնարավոր է, որ թղթի վրա եւ շատ լավ է, որ պետությունը երաշխավորել է իր այդ պարտավորության իրականացումը ու թղթի վրա արձանագրել է ռիսկերի գնահատման եւ մի շարք այլ մեխանիզմներ, սա իրոք շատ կարեւոր հանգամանք է, բայց դրանից ոչ պակաս կամ շատ ավելի կարևոր է դրանց պատշաճ գործարկումը եւ նշված բոլոր երևույթներից ընդհանրապես զերծ լինելը ազատությունից զրկման վայրերում։ Շատ կարևոր եմ համարում նաև հոգեկան առողջության կենտրոններում ոչ միայն խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելումը, այլ ընդհանրապես հոգեկան առողջության կենտրոնների նկատմամբ պատշաճ մոտեցումների որդեգրումը, որովհետեւ սրանք հաստատություններ են, որոնք շատ երկար ժամանակահատվածի կտրվածքով այժմ էլ ընդ որում ոչ միայն մեր հասարակության, նաև շատ այլ հասարակություններում այդպես աչքում ըստ էության չեն դիտարկվում որպես այն կարևորագույն վայրերը, որտեղ պետությունը պետք է ներդրում կատարի, որտեղ խնդիրներ պետք է արձանագրվեն եւ այլն, ուզում եմ հակառակի մասին խոսել։ Սրանք այն հաստատություններն են, որտեղ մենք ունենք մեր հասարակության ամենակարևոր նշանակություն ունեցող այդ թվում սոցիալական խմբին եւ նկատի ունենալով նաեւ նրանց խոցելիությունը, այդ թվում կարգավիճակի առումով, մենք պարտավոր ենք պատշաճ քայլեր ձեռնարկել հոգեկան առողջության կենտրոններում ընդհանրապես իրավունքների երաշխավորման համակարգի կատարելագործման համար։ Դարձյալ այս առումով կուզենամ հատուկ արձանագրել եւ սա շատ կարեւոր եմ համարում արձանագրել ինքս հատկապես հոգեկան առողջության կենտրոնների պայմանների հետ կապված խնդիրը նախորդ տարի թե գործադիր իշխանության, թե օրենսդիր իշխանության քննարկումների շրջանակներում ամեն անգամ ամեն քննարկմանը բարձրաձայնել եմ եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ թվում իմ այցելած մի քանի հոգեկան առողջության կենտրոններում այս փուլում կատարվել են շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, ինչը ցույց է տալիս նաեւ մեր վերաբերմունքը ընդհանրապես հասարակության ցանկացած խոցելի խավի նկատմամբ, բայց այս ոլորտում պիտի նշեմ խնդիրները բազմաթիվ են, օրինակ ոչ հոժարական բուժման հետ կապված հարցերը, դրան առնչվող մի շարք այլ խնդիրները, սահմանափակ գործունակ եւ անգործունակ ճանաչված անձանց հետ կապված խնդիրները ու նրանց կարգավիճակին վերաբերելի հարցերը, որոնք կարծում եմ պետք է պետության կողմից միանշանակ առաջնահերթ հասցեավորման արժանանան եւ շուտապույտ լուծվեն, նաեւ ուզում եմ հատուկ արձանագրել, որ մարդու իրավունքների տեսանկյունից հատկապես միշտ ուշադրություն ենք դարձնում այդ թվում օրինակ հոգեկան առողջության կենտրոններում զսպման միջոցների կիրառման հետ կապված հարցերին եւ դարձյալ այս առումով կուզենամ նշել, որ որոշ հոգեկան առողջության կենտրոններում բարելավումներ ունենք, այսինքն համակարգի կատարելագործում, տրավմատիկ միջոցներից շատ դեպքերում հրաժարում եւ այլն, բայց միանշանակ է, որ համակարգը դարձյալ ունի շատ լուրջ կատարելագործման կարիք։ Ուզում եմ հատուկ անդրադարձ կատարել ելույթի շրջանակներում իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտին, որովհետեւ կարծում եմ, որ մեր հասարակությունում այս ոլորտի հետ կապված պատկերացումները նախ շատ թյուր են եւ այդ շատ թյուր պատկերացումների արդյունքում մենք բազմաթիվ խնդիրների ենք հանգում, սկսած տարբեր սոցիալական խմբերի տեսանկյունից խտրականության դրսևորումների, որոնք նույնիսկ մարդիկ շատ դեպքերում չեն էլ գիտակցում, որ ըստ էության խտրականության դրսևորում է, ավարտած դասական ատելության եւ խտրական խոսքի դրսևորումներով, որոնք այդ թվում հանրային գործիչներն են անընդհատ իրենց խոսքի մեջ օգտագործում, եւ կարծում եմ, որ այս ոլորտի վերաբերյալ եւս անհրաժեշտ է անընդհատ խոսել, այս ոլորտի վերաբերյալ բոլորս պետք է բավարար գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերենք, խուսափելու համար տարատեսակ խնդրահարույց իրավիճակներից, որոնք կարող են վերաբերելի լինել իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտին։ Ըստ էության ես բոլոր խմբերին առանձին եւ բոլոր հնարավոր խնդիրներով չեմ անդրադառնա, պարզապես դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ օրինակ մի խնդիր այսպես հրապարակային կներկայացնեմ, որպեսզի շատ ավելի պարզ լինի սրա հետ կապված խնդիրների բազմազանությունը եւ հասցեավորման անհրաժեշտությունը։
Սկսեմ օրինակ ազգային փոքրամասնությունների իրավունքներից, օրինակ նախորդ տարի մենք ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների հետ կապված անընդհատ խնդիրներ ենք արձանագրել ընթացիկ օրինակ ատեստավորման պրոցեսներում, բայց նույնիսկ անկախ ատեստավորման գործընթացներից մենք Հայաստանում ունենք մեր ազգային փոքրամասնությունների գրեթե բոլորի լեզուների դասավանդման հետ կապված խնդիրներ այն պատճառով, որ օրինակ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները օրինակ մասնագետներ չեն պատրաստում այդ ոլորտներում, մինչդեռ ես հրապարակային եմ ուզում ասել, որ պետությունը այդ ոլորտում ունի պարտավորություն։ Մենք չունենք ամբիոններ, չունենք այն վերապատրաստման դասընթացները, որոնք անհրաժեշտ են իրականում այս խնդիրները հասցեավորելու համար։ Դարձյալ ուզում եմ ուրախությամբ նշել, որ վերջին տարիներին շատ ավելի ակտիվացել է պետության կողմից այս ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, բայց նորից ուզում եմ արձանագրել, որ այդ քայլերի ձեռնարկումն ըստ էության բավարար չէ։ Երեխաների հետ կապված հարցին անդրադառնալիս կուզենամ հատուկ անդրադառնալ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված խնդրին, որովհետև վերջին ժամանակահատվածում սա այնպիսի ծավալներ է ստացել, որ մենք նույնիսկ երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման գործիքակազմերի հետ կապված արտահերթ հրապարակային զեկույց ենք ունեցել այս տարի։ Եվ այս առումով ըստ էության շատ կարևորում եմ, որպեսզի լուրջ կատարելագործման ենթարկվեն թե ուսումնական հաստատություններում ընդհանրապես երեխաների նկատմամբ բռնության դեպքերը ճանաչելու, կանխարգելելու եւ արձագանքելու մեխանիզմները, որոնք դարձյալ ցավով պիտի նշեմ, որ թեև փաստաթղթային առումով առաջընթացեր, որ ընդունեցինք ուղեցույց համապատասխան եւ այլն պետական մարմինների կողմից, բայց միևնույն է, այս խնդիրը շարունակաբար մնում է որպես հիմնական խնդիր, որովհետև չասեմ, թե ինչ գրավոր պարզաբանումներ են մեզ ներկայացնում, որովհետև ըստ էության, եթե գրավոր պարզաբանումները դիտարկենք, տպավորություն կստեղծվի, որ ամեն դեպքում ուղեցույցներ ունենալով եւ այլն խնդիրը լուծվել է կամ վերապատրաստումներ անցկացնելով, բայց ուզում եմ շեշտադրել, որ օրինակ նույն իմ զրույցները կամ մշտադիտարկումների այցերը ցույց են տալիս, որ այս խնդիրը լուծված չէ եւ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, արձագանքման ու հասցեավորման մեխանիզմների առնչությամբ մեր ուսումնական հաստատություններում պետք է լինեն պատշաճ գիտելիքներ եւ հասցեավորման պատշաճ մեխանիզմներ։ Հաշվանդամություն ունեցող անձանց խնդիրներին բազմիցս եմ անդրադարձ կատարել, մատչելիության հարցը, խելամիտ հարմարեցումների եւ այլն բոլոր հարցերը շարունակում են արդիական մնալ մեր հասարակական համակարգի տեսանկյունից եւ պետությունը պարտավոր է պատշաճ քայլեր ձեռնարկել այս ոլորտում համապատասխան խնդիրները շատ ավելի մեծ թափով եւ ավելի համակարգային եղանակով կատարելագործելու ուղղությամբ եւ ամփոփելով իրավահավասարության ու հակախտրականության ոլորտին առնչվող այս հատվածը խոսքից կուզենամ հատուկ արձանագրել, որ շատ կարեւորում եմ, որպեսզի պետությունը շուտապույտ ընդունի իրավահավասարության մասին օրենքը, որովհետեւ այս օրենքը ամբողջ աշխարհում էլ դիտարկվում է որպես շատ կարևոր գործիք ոլորտի դեմ, ոլորտում առկա խնդիրների դեմ պայքարի տեսանկյունից։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ թե նախորդ տարվա կտրվածքով, ինչը տարեկան հաղորդումից նաև մեր ակնհայտ էր, թե նաև այս տարի պարբերաբար խնդիրներ ենք արձանագրել լրագրողների անխոչնդոտ մասնագիտական գործունեության իրականացման համատեքստում, ընդ որում, քանի որ նախորդ տարվա տարեկան հաղորդումը այս տարի արդեն իսկ հրապարակված է, այնտեղ կտեսնեք նաև հստակ դեպքեր եւ անուններ, մասնավորապես հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում եւ այլն, եւ միանշանակ շատ կարեւոր եմ այս ոլորտում դարձյալ գործերի պատշաճ քննությունը, դրանց շուտապույտ քննությունը եւ շատ կարեւորում եմ թե լրագրողական համայնքի, թե պետական բոլոր մարմինների համատեքստում էթիկայի մեխանիզմների, պատշաճ մեխանիզմների առկայությունը եւ գործարկումը, որը կարող է հնարավորություն տալ իրավաչափ ու իրավական եղանակով լուծելու այս ոլորտում առկա բոլոր խնդիրները։ Հրապարակային կուզենամ արձանագրել, որ շատ կարեւոր կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի խոշտանգումների զոհերի աջակցման կենտրոն, որ ըստ էության մինչ այս պահը չունենք։ Կարծում եմ, որ սա շատ կարեւոր հանգամանք է ընդհանրապես խոշտանգումների կանխարգելման ոլորտում եւ այս ուղղությամբ միանշանակ պետք է քայլեր իրականացվեն, բայց երևի թե ես այստեղ կանգ առնեմ, որովհետեւ իրականում անհնար է բոլոր խնդիրների վերաբերյալ մի ելույթի շրջանակներում խոսել։ Խոսքից վերջում շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր կառուցողական, էթիկական
ստանդարտներին համապատասխան մեզ հետ հաղորդակցություն ու համագործակցություն են ունեցել, որի արդյունքում մենք կարողացել ենք նաև համատեղ ուժերով լուծելու ոլորտում առկա տարատեսակ խնդիրները եւ ուրախ կլինեմ պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալ եմ։